Պատկերացնենք, որ քեզ շտապ գումար է պետք, բայց չգիտես որտեղից սկսել։ Գիտեի, որ Հայաստանում կան վարկ տրամադրող տարբեր ֆինանսական կազմակերպություններ տարբեր կարիքների համար։ Այսօր կխոսենք բանկերի, վարկային կազմակերպությունների ու գրավատների մասին։ Այս 3 ընկերություններն էլ տրամադրում են վարկ։ Ի դեպ, տարբեր ընկերություններ կարող են ունենալ տարբեր ուղղվածություններ։ Օրինակ, կան վարկային կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են լիզինգ, գյուղատնտեսական վարկ, ավտովարկ տրամադրելու հարցում, բայց կան վարկայիններ, որ տրամադրում են բոլոր տեսակի վարկերը։ Նշեմ, որ բանկն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ, որոնք չեն իրականացնում այլ ընկերությունները։ Օրինակ, ավանդի ընդունում, հաշվի բացում եւ վարում եւ այլն։ Իսկ այ արտարժույթի փոխանակմամբ զբաղվում են եւ բանկերը, եւ տարադրամի փոխանակման կետերը, եւ որոշ վարկային ընկերություններ։ Խոսենք նպատակային վարկավորման հատուկ ծրագրերից։ Օրինակ, երիտասարդներին տրամադրվող մատչելի վարկեր բնակարանների ձեռքբերման համար, վարկեր բնակարանը էներգախնայող եղանակով վերանորոգելու համար, արևային վահանակներ տեղադրելու նպատակով հատուկ վարկեր եւ այլն։ Վարկային հատուկ ծրագրերը կարող են լինել տարբեր թիրախային խմբերի համար, օրինակ զինծառայողների համար, ուսանողների կամ բիզնեսի համար։ Այս վարկերը կարող են տրամադրել բանկերը եւ վարկային կազմակերպությունները։ Ապառիկ կարող են տրամադրել բանկերն էլ, վարկային կազմակերպություններն էլ։ Նույնը կասեմ նաև հիփոթեքի ու ավտովարկի մասին։ Ինչ վերաբերում է գրավադրմամբ արագ կարճաժամկետ վարկեր տրամադրելուն, ապա այստեղ միանում են նաև գրավատները, որոնք վարկեր են տրամադրում գրավ վերցնելով շարժական գույք, օրինակ ոսկի, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա եւ այլն։ Պետք է հիշեցնեմ, որ որքան արագ ու հեշտ է վարկի ստացումը, այնքան բարձր կարող են լինել տոկոսադրույքները։ Սրանք պետք է ստուգես ու հասկանաս մինչև պայմանագիր կնքելը։ Ցանկացած վարկի դիմելուց առաջ շատ կարևոր է շուկայում ուսումնասիրելը, քո կարիքներին համապատասխան վարկ ընտրելն ու պայմաններին ծանոթ լինելը։ Բայց կարևոր է նաև ստուգելը, որ վարկ տրամադրող ընկերությունը ունենա կենտրոնական բանկի լիցենզիան, որպեսզի հեռու մնաս խաբեբաներից։ Դա կարող ես անել կենտրոնական բանկի կայքում։ Ուսումնասիրիր հնարավորությունները ֆինանսական աշխարհում։ Եղիր բարեկեցիկ։